դուք ինչ եք պատկերացնում։ Մի օր կարաք հոդաբաշ նստենք, պարոն Խաչատրյան, դուք ինձ բացատրեք, ասեք Միրզան, սխալ է, սեն երկու կետին պետքա չհամաձայնվեինք, պետքա ինչ անեինք։ Այդ չեմ տեսնում ես ձեր ասածների մեջ ոչ մի կերպի։ Բացի նրանից, որ ճռճռան հայրենասիրական բաներ ասեք, չգիտեմ։ Ինչա։ Էդի ոնց հալնում։ Սա մամուլը կգրի Միրզոյանը չգիտի ինչ անի, դիմությանն է հարցնում։ Հասմիկ Մեկ Ակոբյան։ էլ մի բան ասեմ, էլի։ Հələ սպասեք, ժողովուրդ։ Խոսում ենք։ Մի բան էլ եմ ուզում ասեմ։ Չուզում իմանամ դուք ոնց եք տենում, որ ասում եք դու սխալ ես։ Ձեր ճիշտը ո՞րն է։ Ամառ այդ կետը նույնիսկ իրանք էլ են ասում, չասում են դե մենք հո չենք ասում խաղաղությունը վատ բան է, խաղաղությունը լավ բան է, բայց ոնց։ Երևի մենք սա լավ, ես տենց էլ ամենայն դեպքում արձանագրեմ իմ համար չեմ պարզել ձեր ուզածն ինչա, ենթադրություններ ունեմ, բայց որպես փաստ չեմ կարող մատուցեմ հանրությանը, այդ ենթադրությունն էլ որ ասեմ հեչ ձեր օգտին չի հնչի, բայց խոսակցությունը լայնացնելու եւ խորացնելու իմ առաջարկի ծիրին մեջ, ինչպես ձերոնք կսիրեին արտահայտվել, ես այսօր առավոտը մի հատ միտք ունեի, ուզում եմ էլ հանրայնացնեմ, ձեր հետ է կիսվեմ։ Ուրեմն ես մտածում էի, որ ձեր խմբակցությունը օրինակ դե դուք եք հարգել եկել նստել զրուցում ենք, մյուսներ չեն եկել։ Ձեր չէ, շատ հետաքրքիր միտք էր, որ օրինակ ձեր խմբակցության մարդիկ իմ համար եւ ընդհանրապես ձեր համակիր հասարակության մասն էլ մարդիկ պարտադիր չազգային ժողովի պատգամավոր երկու մասի են բաժանվում ես երկու ձև եմ ընկալում երկու տեսակ մարդիկ մի փոքր մասը փոքրաթիվ մասը ինձնից լավ գիտի որ ես ճիշտ եմ ես 4 հատ փաստար կասեմ 5-րդ 6-րդ էլ այդ մարդիկ դուք այդ խմբի ենթախմբի մարդիկ կասեն այ ուրիշ բան նրանք չեն ասում նրանք ասում են այլ ճռճռան բառեր այլ նարատիվներ մանիպուլացնելու մյուսների եւ ահա ձեր խմբի խմբակցության հոսանքի այն մյուս ավելի մեծ մասը որը չի մանիպուլացնում ազնվորեն հավատում են որ իրանք ճիշտ են օրինակ ուզում եմ կոմպլիմենտ անել հաջողություն անել Տիկին Վարդյանին ինքն ինձ անկեղծ է ատում ինձ Եվ ազնվորեն հավատում է, որ ես ինչ եմ արել, ծախել եմ, դա չգիտեմ ինչ եմ արել, հասկանում եք, ես որ նայում եմ, թե ինքը ոնց ազնվորեն հավատում իր ասացին և ոնց ազնվորեն ինձ համարում դավաճան, ուղղակի սենց չեմ կարող նույնիսկ հակափաստարկներ ռացիոնալ ասել, որովհետև Տիկին Վարդյանի հավատքը այնքան խորն է, որ ռացիոնալ փաստարկների համար փակվում է ինքը։ Եվ հետաբար, եթե ես եւ Տիկին Վարդյանը նստենք փաստարկներ բերենք իրար, անիմաստ է այդ խոսակցությունը, հասկանում եք, ես չեմ կարող համոզեմ Տիկին Վարդյանին։ Այնինչ ձեզ, պարոն Խաչատրյան, ոչ միայն կարող եմ համոզել, այլև կարող եմ պնդել, որ դուք ինձնից լավ գիտեք, որ ես ճիշտ եմ, իսկ դուք սխալ։